Ես տեսել եմ սոցցանցերում եւ այլ այդ թվում վիրավորական արտահայտություններ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուր մարդուն դատում են ոսման ժամանակը։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցել են ազատ արդար թափանցիկ։ Այդ ընտրությունների բոլոր նախորդ ընտրությունների համեմատությամբ այդ ընտրությունների ընթացքում թերացումներ անհամեմատ քիչ են եղել։ Բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ ըստ էության քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու խնդիրը, այսպես ասած, շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել եւ այդ լարվածությունը, այդ նաեւ էմոցիաները դրանով են պայմանավորված եղել, բայց ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2026 թվականի հունիսի 7-ին, եղել են մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, այսպես ասենք, համեմատում իրենց թերություններով, տեխնիկական խնդիրներով լավագույնը։ Եվ սա բնական է, սա ընդամենը զարգացման ընթացք է, ինչպես նախորդ բոլոր ընտրություններն էին միշտ առաջընթաց ունենում, այդ թվում նաև տեխնիկական ապահովման մյուս խնդիրներով, այս ընտրությունները ևս։ Բայց կար մեծ էմոցիա, մեծ, այսպես ասած, լարում, որ կրկնում եմ այդ քաղաքական ուժերի ակնկալիքներով, հույսերով, չգիտեմ, Պարոն Հովհաննիսյան, ներողություն, ձեզ մեղադրում են շատերը ԲՀԿ-ի ձայները գողանալու մեջ եւ ձեզ ասում են ձայների գող։ Մանդատակ գողության մեջ են ձեզ մեղադրում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Հիմա դուք այդ հարցը հնչեցնելով, ընդամենը դուք եք ինձ փոխում վիավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ, իրենց կարձագանքեմ։ Դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորողի դերում։ Եվ ես պիտի պարոն լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ է վերաբերում, որովհետև դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ զերծ մնացեք, որովհետև այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեհ մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս զուգահեռ մի խոսեք, ավարտեմ, հետո էլի նորից արտահայտվեք, հարց չկա, խնդրանքս կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է։ Ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք էլ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։